Ես որպես այգեշատ ցուցոր, այսպես ասած, մինչև 5-րդ դասարան սովորել եմ այգեշատում։ Ես ձեզ միայն մի խնդրանք ու օրդոր ունեմ, անպայման նոյեմբերի 16-ին, անպայման ակտիվորեն մասնակցեք ընտրություններին ու երբևիցե մի թողեք, որ Երևանի կրկնօրինակը իրենք ստեղծեն։ Քաղաքացիական պայմանագիր Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ եւ Վազգեն Սարգսյանի եղբայրը Արամ Զավենի Սարգսյանը իրենք նույն կերպ ուզում են այստեղ ինչ-որ մանիպուլյացիաներ անեն, խաբեն ժողովրդին եւ այդ նույն ձև կոալիցիա ստեղծեն, իշխանությունը վերցնեն ձեր ձեռքից ու նույն թանկացումները, խայտարակ այս կոռուպցիոն սխեմաները իրագործեն այստեղ։ Ինչքան դուք ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, մերժելու եք ու իրենց ուղարկեք իրենց գործերին։ Իսկ ինչ վերաբերում էս ասֆալտապատումներին, եկել էս ընտրության բերան, այսպես ասած, սկսել են նորից ցույց տալ, որ իրենք գործ են անում։ Այս նույն ասֆալտապատումները, ջրահեռացումները, սա բոլորիդ գրպանից է, բոլորիդ վճարած հարկերից, տուրքերից է։ Հենց եկավ ընտրությունների բերան, սկսեցին արդեն ծախսել, բյուջեից փոխանել, ինչա որ իրենց խաբեն մինչև ամսի 16-ը, կորզեն ձեր ձայները, ամսի 17-ից հետո կզբաղվեն ալանթալանով ոնց որ Երևանում։ Հիմա ես ձեզ խորհուրդ եմ տալի, ակտիվորեն մասնակցեք, ինչպես Գյումրիում, ինչպես Փարաքարում, ինչպես Վանաձորում, հայ ժողովուրդը ակտիվ մասնակցեց եւ պատմության աղբանոցն է ուղարկել, հիմա վերջի արարն է մնացել Էջմիածնում վաղաշաբաթ խոշորացված համայնքում, դուք պետք է քաղաքացիական պայմանագրին, այդ խմբակին, այդ թալանչիներին ցույց տաք իրենց տեղը։ 2018 թվականին խաբեցին ձեզ, եկել էին ձեր կյանքը բարելավելու ապագա կա։ Հա ճիշտ ասեցին, մի հատ փոջուր խմբակի համար ապագա կա, ու այդ թալանչիները հիմա լավ են ապրում, մոռացել են հասարակ ժողովրդին։ Այնպես որ շնորհակալություն ջերմընդունելության համար եւ խնդրանքս ակտիվորեն մասնակցեք, ձեր ձայն տվեք Մայր Հայաստան կուսակցությանը, համար 4 քվեաթերթիկի ներքո եւ ինչպես Երևանում են կռիվ տալի, այստեղ ձեր աջակցությամբ կռիվ ենք տալու, ոչ մի պարագայում այս թալանչիները իշխանություն չձևավորեն։ Շնորհակալություն։